Այսօր նորից անդրադառնում ենք վերջնարդյունքներին։ Երկրորդ հաշվետվությունը ցույց տվեց, որ վերջնարդյունքների վերաբերյալ բավականին դեռևս պարզաբանումներ են պահանջվում, եւ այսօր ես կներկայացնեմ որոշակի պարզաբանումներ տարրական դպրոցի համար։ Այսպիսով, մենք ունենք վերջնարդյունքներ եւ մեր տարրական դպրոցի շրջանավարտի վերջնարդյունքները հենց առաջինը, ազատ, գրավոր եւ բանավոր հաղորդակցվի գրական հայերենով, կարդա, հասկանա, վերարտադրի պարզ գեղարվեստական եւ տեղեկատվական տեքստեր, ձևակերպի տեքստի հիմնական գաղափարը։ Եթե սրանք առանձնացնենք, ապա դուք հիմա այստեղ տեսնում եք 3 տողով ես առանձնացրել եմ, այսինքն սովորող շրջանավարտը պետք է կարողանա ազատ, գրավոր եւ բանավոր հաղորդակցվել գրական հայերենով, կարդալ, հասկանալ, վերարտադրել պարզ գեղարվեստական տեղեկատվական տեքստեր, ձևակերպել տեքստի հիմնական գաղափարը։ Սա խոսքը շրջանավարտի մասին է, իսկ այդ ընթացքում մեր սովորողները առաջին դասարանից սկսած իրենց մոտ ձևավորվում է այս վերջնարդյունքը կազմող կարողությունները եւ ուրեմն մենք պետք է կարողանանք դրանց ճանաչել եւ արագ ժամանակին նկարագրել։ Այ օրինակ այստեղ տեսնում ենք ամենաթույլ տարբերակը, դիտարկենք առաջի երկրորդ դասարանի մակարդակում եւ մենք ունենք, որ սովորողը կարողանում է ազատ բանավոր հաղորդակցվել գրական հայերենով։ Գրավորը տեղինով չեմ ընդգծել, դեռևս իր մոտ չի զարգացել բավարար չափով, որպեսզի մենք վստահորեն ասենք, որ ինքը կարողանում է նաեւ ազատ գրավոր հաղորդակցվել։ Նա հիմա կարողանում է գրավոր հաղորդակցվել, բայց ոչ ազատ։ Երբ որ կձևավորվի այդ իրավիճակը, երբ որ նա արդեն վստահ կարող ենք ասել, որ ազատ գրավոր հաղորդակցվում է, այդ ժամանակ տեղինով ուրեմն կընդգծենք նաեւ այդ մասը, իսկ մենք մեր ձևավորող գնահատման մեջ դասվարները կարող են հստակ ֆիքսել, աղյուսակ կազմել օրինակ եւ ֆիքսել, որ սովորողը այս վերջնարդյունքի առաջի հատվածը արդեն զարգացել է։ Այս պահին, այս ձևակերպումով մենք տեսնում ենք, որ ազատ կարողանում է հաղորդակցվել միայն բանավոր։ Կարողանում է կարդալ պարզ գեղարվեստական տեղեկատվական տեքստերը։ Սա շատ հաճախ այսօր հանդիպող երևույթ է։ Կարողանում է կարդալ, չհասկանալ, չկարողանալ վերարտադրել, պարզապես կարողանում է կարդալ պարզ գեղարվեստական տեքստը եւ տեղեկատվական, այսինքն ուղղակի գիտի կարդալ, բայց բովանդակությունը չի հասկանում, հետեւաբար նաեւ չի կարող վերարտադրել։ Եվ վերջի կետը, որը տեղինով չեմ ընդգծել, կարողանում է ձևակերպել տեքստի հիմնական գաղափարը, դա չի կարողանա, որտեղ երկրորդի հետ էր կապված, այսինքն ինքը պետք է կարդա, հասկանա, վերարտադրի, որպեսզի կարճ ձևակերպի տեքստի հիմնական գաղափարը։ Հետևաբար այս տարբերակը մեր համար նախնական իրավիճակը արձանագրելն է, հետագայում այս կարողության զարգացման վրա ավելի շատ ջանք օգտագործելն է եւ արդեն 3-4 դասարանում այնպես զարգացնել, որ մենք 4 դասարանի շրջանավարտների մեծ մասի համար հստակ կարողանանք սա ձևակերպել։ Այս երկրորդ տարբերակը մի քիչ ավելի առաջ ընթաց է, նորից կարողանում է ազատ բանավոր հաղորդակցվել, ձեր գրավոր լավ չի հաղորդակցվում, կարողանում է կարդալ եւ վերարտադրել պարզ գեղարվեստական տեղեկատվական տեքստը, եթե դուք նայում եք այստեղ վերարտադրելը չկար, հիմա արդեն վերարտադրում է, այսինքն կարդում է, վերարտադրում է, բայց բովանդակությունը այդպես էլ լավ չի հասկանում, հետեւաբար նաեւ չի կարող ձևակերպել տեքստի հիմնական գաղափարը։ Այս արդեն մեր մոտ sense բավարար զարգացում է, եւ եթե մենք ասենք այս վերջնարդյունքը զարգացել է, կարող ենք ասել, որ այս վերջնարդյունքը կիսուր զարգացել է կամ զարգացման փուլում է, այն դեպքում, երբ որ այս առաջի հատվածում մենք ասում ենք դեռ չի զարգացել, շատ թեթև զարգացել է եւ այս վերջում արդեն դուք տեսնում եք ամեն ինչ կա, հետեւաբար ազատ գրավոր բանավոր հաղորդակցվում է գրական հայերենով
կարողանում է կարդալ, հասկանալ եւ վերարտադրել պարզ գեղարվեստական տեղեկատվական տեքստերը, սա պարզը շատ կարեւոր արտահայտություն է, եւ քանի որ հասկանում եւ վերարտադրում է, արդեն կարող է ձևակերպել տեքստի հիմնական գաղափարը։ Մենք այսպիսով այս վերջնարդյունքը քանդեցինք բաղադրիչների, սկսեցինք հասկանալ, թե որ մասն է զարգացել մեր երեխայի մոտ, որ մասը չի զարգացել, որից հետո ուրեմն կարողացանք հետևություններ անել, սա բովանդակային կարևոր էր, որ եթե կարդում է, բայց չի հասկանում եւ չի կարող վերարտադրել, հետեւաբար չի կարող ձևակերպել տեքստի հիմնական գաղափարը։ Սա շատ տրիվիալ, պարզ արդյունք է։ Մենք ունենք հեշտ վերջնարդյունքներ, այսինքն վերջնարդյունքներ, որոնց զարգացումը հեշտ է։ Շատ դեպքերում երեխաները ինքնուրույն են դա զարգացնում։ Այս առաջի մեր վերջնարդյունքները, ես ձեր թույլտվությամբ չկարդամ, ուղղակի ասեմ, որ այս դեպքում հեշտ տարբերակը, որ ինքը նույնիսկ ինքնուրույն կարող է ազատ բանավոր հաղորդակցվել գրական հայերենով, կարդալ պարզ գեղարվեստական տեղեկատվական տեքստերը։ Այս ամենապարզ տարբերակն է, որը երեխաները գործնականում առանց մեծերի օժանդակության ինքնուրույն կարող են հաղթահարել։ Երրորդ վերջնարդյունքն ասում է օգտագործի ունեցած գիտելիքները, հմտությունները, օբյեկտները չափելու, հաշվելու, համեմատելու, նկարագրելու, դրանց քանակական, որակական, տարածական, պարզ հարաբերությունները գրանցելու համար։ Հիմա սրա պարզ տարբերակը, որը հեշտ յուրացվող է, ինքնուրույն յուրացվող է, ասում է, որ օգտագործի ունեցած գիտելիքները, հմտությունները, օրինակ օբյեկտները չափելու, հաշվելու, համեմատելու, մեծ, փոքր եւ այլն, սա հեշտ է։ Ճանաչի եւ պատկերի որոշ երկրաչափական պատկերներ, ուննապարզ տարածական պատկերացում։ Կառուցի ֆիզիկական, մաթեմատիկական պարզ մոդելներ։ Ֆիզիկա առարկայի հետ կապ չի, ուղղակի ֆիզիկական, այսինքն, չգիտեմ, ասենք ինչ որ թղթից կամ թելից կամ այլ նյութերից ինչ որ բաներ պատրաստի։ Մտքերն արտահայտելիս բերի պարզ հիմնավորումներ, կատարի ընդհանրացումներ, պարզ դասակարգումներ։ Եթե դուք նկատում եք, ես հիմա խոսում եմ այն վերջնարդյունքների մասին, որոնք չգիտեմ ինչու դուք ուշադրության չեք արժանացրել եւ այս երկրորդ հաշվետվության մեջ նկարագրված վերջնարդյունքների մասով դուք շատ բարդ ճանապարհով եք գնացել, մինչդեռ մենք ունեինք պարզ վերջնարդյունքներ, որ նույնիսկ երկրորդ, երրորդ դասարանից արդեն վերջնական զարգանում են կամ բավարար մակարդակի զարգանում են, դուք այդ մասը բաց եք թողել, այնք ուրեմն 10-րդ վերջնարդյունքը մեր մոտ օրինակ ասում է նկարագրի շրջակա աշխարհի օբյեկտները, երևույթները եւ այլն, եւ ամենապարզ տարբերակով նկարագրի շրջակա աշխարհի օբյեկտները։ Մենք այս վերջնարդյունքների զարգացումը, եթե դուք նայեք տարական դպրոցի վերջնարդյունքները, ապա նորից այնտեղ կգտնեք վերջնարդյունքներ, որ շատ պարզ են ու հեշտությամբ երեխայի մոտ կզարգանան։ Լավ կլինի մենք դրանք առանձնացնենք եւ ինչպես զարգացնենք վերջնարդյունքները։ Դրա համար թեման սկսելուց առաջ պետք է մենք նախ եւ առաջ առանձնացնենք այն վերջնարդյունքները, որոնք հանրագրության պետական չափորոշում տարականի համար առանձնացված են, պլանավորենք այդ վերջնարդյունքների զարգացումը, այսինքն մեր դասերի մեջ որոշենք, թե որ նյութի ներկայացման ժամանակ որ վերջնարդյունքն ենք նաեւ հացանցյալ ձևով զարգացնում, գնահատենք վերջնարդյունքների զարգացումը, գնահատման արդյունքները կարողանանք ներկայացնել սովորողներին, ինչպես նաև ծնողներին, շատ կարևոր է սովորողները հստակ հասկանան, թե որ վերջնարդյունքներ են կամ որ կարողություններ են նրանց մոտ զարգացել, որը հանգեցնում է այս կամ այն վերջնարդյունքի զարգացմանը։ Եվ զարգացնել վերջնարդյունքները մեզ պահանջում է հանրագրության պետական չափորոշիչի 9-րդ կետը։ Ես վստահ եմ, որ դուք այստեղ քիչ ուշադրություն եք դարձնում, խնդրում եմ անպայման անդրադառնաք, որովհետև այստեղ ասում է, որ կարող ենք ծրագրի շրջանոթի ուսումնառության ակնկալող վերջնարդյունքներից ոչ ավելի քան 4-ը տեղափոխել միջին դպրոց, այսինքն մենք պետք է դուրս բերենք այն վերջնարդյունքները, որ մեր կարծիքով տվյալ դասարանի համար հաղթահարելի չեն եւ հետո աշխատենք հիմնական դպրոցում դրանց զարգացնելու վրա, բայց նկատի ունենանք, որ այս նշված վերջնարդյունքները, դրանք մենք չենք կարող ուրեմն տեղափոխել։
Հանրագրության մասին օրենքի 27 հոդվածը մեզ ասում է մանկարժական աշխարհը պարտավոր է ապահովել սորողների ուսումնառության ակնկալվող վերջնարդյունքներով նկարագրված գիտելիք, հմտություն, արժեք դիրքորոշում, նպաստել կարողությունների ձևավորմանը։ Այսինքն հանրագրության պետական չափորոշիչների վերջնարդյունքը ուսուցչի պարտականությունն է եւ դա ուսուցիչը պետք է ուրեմն կարողանա ապահովել եւ վերջի հատվածը հանրագրթական ուսումնական հաստատության ուսուցիչը պաշտոնային պարտականություններով պարտավոր է պլանավորել եւ իրականացնել սորողների ուսուցումն ու դաստիարակությունը հանրագրության պետական եւ առարկայական չափորոշիչներին համապատասխան, իսկ հանրագրության պետական չափորոշիչը 9-րդ կետով ասում է, որ մենք պետք է վերջնարդյունքները ապահովենք, հետեւաբար նաեւ դրա վրա պետք է շատ ուշադրություն դարձնենք, հարգելի ուսուցիչներ, հարգելի շատ հարգելի գործընկերներ, կարդացեք վերջնարդյունքները, դրանք շատ պարզ են, ձեր գիտելիքները եւ հմտությունները շատ ու շատ ավելի են, քան այս չափորոշիչները ավելի պարզեցնել, առանձնացնել կարողությունների եւ դրանք դասի ընթացքում զարգացնելն է։ Դուք դա կարող եք անել, դրանց մեծ մասը դուք արդեն իրականացնում եք դասերի ընթացքում, շատ կարևոր է, որ դուք նաեւ ճանաչեք ձեր արածը, ճանաչեք այն, ինչ որ դուք կարողանում եք անել եւ ուրեմն հասցնենք վերջնարդյունքների ներդրումը վերջնական իր ուրեմն արդյունքին, հարգելի տնօրեններ, ուրեմն վերջնարդյունքների ապահովումը ուսուցչի ամենօրյա աշխատանքի հետևանքն է, բայց դուք պետք է կատարեք մշտադիտարկումներ հասկանալու համար ճիշտ ճանապարհին է գտնվում ուսուցիչը, թե ոչ, նկատում է այն աշխատանքը, որ ինքը անում է, երբեմն զարգացնում եք վերջնարդյունքը, բայց այդ մասը չի ֆիքսվում, չի արձանագրվում իր կողմից, բարբերաբար ձեր կողմից կատարված դիտարկումները, զրույցները ուսուցչի հետ, չափորոշիչի վերջնարդյունքների վերաբերյալ կազմակերպող քննարկումները, դրանք հանգեցնում են նրան, որ ուսուցիչները մոտիկից ճանաչում են վերջնարդյունքները եւ դրանք կարող են իրականացնել իրենց աշխատանքի ընթացքում։